Սիոնի հետ, իսկ Ամբարձումյանը դեռ շարունակում է ապակին վեր վնասվածքից, Օդեի Տուգանային հրապարակում է, Օդեին վտանգավոր է և գնդակը հրաշքով չի այդտվում դարպասում։ Ժեզոս Ստեպի Մոմոտուրեն տավ Տուգանային հրապարակ Տուրեն, բայց Սերգեյ Մուրադյանը նրան դիմավորում է և փակում, ավելին անելու հնարավորություն չի տալիս Ֆարայոլա, Փիլոյան Ֆարայոլա լավ պտտվեց, Տերտերյան, Ասումող, Տերտերյան, Սադոյան, ձախ ոտքով էր արվածում Արսեն Սադոյանը, բայց գնդակը մի փոքր շեղությամբ դուրս անցավ։ Այստեղից ամենայն հավանականությամբ հարվածքի հետևի Կոնեգլյանի դարպասի ուղղությամբ Կասուլիչը և հարվածն էլ կար, ամենայն հավանականությամբ այդպես չէր մտածել Կարեն Արբանձյանը, նա փոխանցում գծիկ հարված էր պատրաստել, ուժեղ էր մի փոքր, Ֆարայոլա Մոմոն թողեց դեպի Փիլոյանը ուղարկեց, իսկ Էդգար Փիլոյանը որոշեց Ալբանդյանին գտնել, թե հարված կատարել, հիմա բարդ է ասել, Կասուլիչը Մանվելյան, հարված և Բեգլարյանը փրկում է, շատ սուրժ գործողություն էր, Յակոլիշ և Սադոյանը ասրեց հեռաստել գնդակը, փակել էին, Բեգլարյանի դարպասին Մամբոն չհասավ և չկարողացավ շեղել գնդակի ուղղությունը, ընդհանուր առմամբ առաջին կեսում ավելի վտանգավոր էր Նոան գրոհում, իսկ Ալաշկերտը հիմնականում լավ պաշտպանվում էր, մեկնարկում էր ճնշումը կրկնում է մեծ, բայց հետո արդեն մարեց այդ ճնշումը վտանգավոր է և Լազետիչի հարվածից հետո գնդակը դուրս է գալիս դաշտի դիմային գծից, ոչ ոք չդիպավ, փնտրեց և խաղընկեր գտավ Լազետիչին, Մանվելյան, վտանգավոր է Լազետիչ ու գոլ! Անակնկալ որոշում է, սխալվեց Մատյուխինը, Յակոլիշ, փոխանցում Լազետիչ, փոխանցում դեպի Էլդերը և Բեգլարյանը փրկում է։ Անաջող փոխանցում կատարեց։ Աղբալյանն է մնացել միայն թիկունքում, ոչ Հակոբ Հակոբյանն է մնացած բոլորը Դուգանայինում է վտանգավոր է։ Եվ ինչ հնարավորություն է հիմա Ալաշկերտը կորցնում։ Լազետիչ Տերտերյան ու տվեց գնդակը, հետո վերադարձրեց, ու տեսեք ինչ փոխանցում է կատարում Լազետիչ, Էլդեր, Յակոլիշ, Կոստակե և գնդակը մի փոքր շեղությամբ դուրս է հասնում դաշտի սահմաններից, նորից հրաշալի հնարավորություն է կորցնում Նոան և Նոան է գրոյի հնարավորություն ստանում, ոչ և վերջ Հավարտված է հանդիպումը, Նոան հաղթում է նվազագույն հաշվով Ալաշկերտին և երրորդ անընդմեջ հաղթանակը տոնում Հայաստանի պրեմիեր լիգայի մեկնարկում, Նոան երկու չեմ ասի դժվար հաղթանակին, Շիրակինը շատ դժվար էր, բայց Սյունիքի ներկայությամբ հաղթեց, սա արդեն դժվարությամբ ձեռք բերված հաղթանակ էր